Գիտեք, որ իրակի Նիկոլ Փաշինյանը գալի է ածել։ Ո՞ւր է գալի։ Բարոկա։ Գիտեիք։ Գալի է Սուրբ Հակոբ եկեղեցու մասնակցի պատարագի։ Ավելի լավ ուրախ եմ։ Իսկ Տեր Հարությունին գիտեք։ Իսկ գիտեք, որ ինքը արցախորդակ գնացել հիմա։ Մեզի չի ասել։ Չեք մասնակցում պատարագներին։ Մասնակցում։ Իսկ Տեր Երվանդին ճանաչում եք։ Ներդերուլեն բանալեն էր ձեռնար։ Հա։ Բայց անձամբ իրեն տեսել եք, ճանաչում եք։ Ուրս գիտենք։ Տեր Երվանդ կա։ Տերեն ձեռնար։ Հակոբ եկեղեցի։ Հա, ով ասել, որտեղից գիտեք։ Եկեղեցիկ։ Հա։ Այսինքն չեք տեսել Տեր Երվանդին։ Իսկ Տեր Հարությունը ո՞նց է վերադառնում։ Լավ Տեր դերան, լավ։ Թաղում կնոց։ Ափսոսում եք Փաշինյանին։ Չգիտեն կարող է երկրորդ ավելի լավն է։ Կամ ինչ չկա առաջինը չենք իշի։ Իսկ ո՞նց եք պատրաստվում Նիկոլ Փաշինյանին դիմավորել գյուղում։ Ունենք ինքը եզդի է, ուզում եմ Հա, ոչխարեք մորթելու, թե գար։ Գարեք Ինքը չի եզդին ես։ Բայց չէ ինքը ասեց մատաղ ենք անելու դրա համար է։ Բայց լուրջ մատաղ եք անելու։ Ես չգիտեմ, բայց մի 40 տարի առաջ դպրոցում Պուշկինն ասում մի ժլատեր դեր, հարուստնատեր, վաղ հելավ շուկա, որ գործը հուկա, շուտ դառնա տունկա, պատահես բալդին, իսկ ուզես տերա, ուզեմ մի ծառա շատ բան իմանա, սնվի չոր հացով լինի կախնապա։ Հասիկ չանեմ։ Դեր հետ մենք չգործեն, գյուղացի մարդիկ են, մեր աշխատանքով։ Բայց Փաշինյանից եմ հարցնում, Փաշինյանը չի։ Ես ոչխար եմ պանդ, ես պոլիտիկայից, Ինչեր եք ասում։ ես Հրանտից հարցրու, Հրանտ ավելի լավ։ Բայց մատաղ անելու եք։ Ասացին մատաղ մենք Փաշինյանի մեր գալուց։ տներում Փաշինյանի համար ես տեղյակ նոր ձեզանից իմացանք, որ գալի է։ Հա, չգիտեիք։ Ես ասել էի, հայտարարել էի գյուղի մեջ։ Բա ոնց լավ չեք հայտարարել, ոնց է մարդիկ։ Լավ էլ հայտարարել էի։ Հետ էլ մատաղ ենք անում, ճիշտ ասեմ հասիկը։ Ես Մարդունու։ Իսկ ինչ եք կարծում, Տեր Երվանդը Կիրակի օրը վեհափառի անունը պատարագի ընթացքում կտա, թե չի տա։ Մենք եկեղեցական կյանքից տեղյակ չենք, է։ Այ բալա, Ոնց եք կարծում։ բալա, այտենց հարցերը գնացեք ուրիշ տեղ հարցրեք։ Ձեր գյուղա գալիս։ Սավը տանեն բարով գա, ջերմ ընդունելություն կլի, բայց նման հարցերը ուրիշ տեղ ավելի լավ հետաքրքիր կլինի, էլի։ Թե ձեր համար, թե նման մարդկանց։ Որ կան չգիտեն կարող է մի բաներ սխալ Բայց ես հստակ փաստեր չեմ ուզում, ձեր կարծիքն։ Կարծիքը բնական է, ինքը երկրի ղեկավար ընդունելությունը ջերմ կլինի։ Չէ, ես եկեղեցուց եմ հարցնում, ասում եմ ոնց եք կարծում Տեր Երվանդը պատարագի ընթացքում Տեր վեհափառի անունը Երվանդին կտա, թե չէ։ կոնկրետ ես չեմ ճանաչում, համագյուղաց։ Գուշակ չի, կարծիք եմ հարցնում։ Կարծիք ունենալու համար պետք չի Կարծիքը գուշակ։ պետք է որ տա, ոչ տա։ Ինչ տա։ Ելու գազան չի Նիկոլ Փաշինյանը, պետք է որ ընդունի, ինչ պետք է ասի։ Որտեղից է Տեր Երվանդը։ Չենք ճանաչում մենք, համագյուղաց գյուղացիները չգիտեմ ճանաչում եք։ Այսինքն ձեր գյուղից չի։ Չենք ճանաչում, կոնկրետ ես չեմ ճանաչում։ Առաջ անգամ ձեզանից եմ լսում Տեր Երվանդ։ Նախնդրանք Տեր չեն կարա լինեն, առաջինը։ Հոգևորականներին նույնպես Չեն կարա լինեն Տեր, քանի որ Տերը միակն է։ Նրանք ընդամենը եկեղեցու քահանաներ են։ Տեր Երվանդ, Նրանք Տեր չեն կարա, ես նրանց ընդհանրապես չեմ ընդունում, քանի որ Հիսուսին նրանք Ո՞նց ասում Տեր հայ։ ո՞ն եմ ասում, երբեք չեմ ասում։ Դուք պատարագեր չեք գնում, թե եկեղեցին ընդհանրապես չեք գնում։ Ոչ, գնում եմ։ Կնկված եմ չի։ Չէ, կնկված։ Բա որ չեք հավատում, եք կնկվել։ Այդ տերտերներին, քահանաներին չեմ ընդունում։ Բայց նույնը Սուտ ասում, ինչ գիտեք չեմ կնկվել, կնկվել է, սուտ Կնկված չի։ Հաստատ հորողպորս տղեն չի, որ իմանա կնկված եմ կամ կնկված չեմ։ Համագյուղացի եմ։ Ոչ թե գնալ եմ եկեղեցին մասնակցեմ պատարագի, այլ կոնկրետ ուզում եմ ձեր ասած Փաշինյանին հարց տամ։
եթե գաղտնիք չի հարցը։ Այն ժամ ոչ էլ գաղտնի է, այն ժամանակ կտամ այդ հարցերը, երբ որ համատարած լրագրողները տեղում կլինեն, ընդհանուր հանրապետը թող աշխարհը լսի։ Բա որ լրագրողներ չլինեն։ Չլինեն չեմ հարց։ Գնալի է կողից են։ Դերտել է լրագրող, ասա թե Համատարած, դե մենակ իրա մասին ես նախորդ նշեցի չկալի ջան։ Երկրի ղեկավարը Ես ինքս քաղաքական գործիչ եմ։ Ասեմ թե իմացի։ Հիմա է։ Մասնակցում յուրաքանչյուր փոխրյանի։ Բայց հարցեր կա հուզող։ Այսինքն ընտրությունների մասնակցում։ Այո, մասնակցում։ Պատգամավորի տեսնակցում։ Հիմա գուսակցական չի, այլացից եմ։ Բայց 18 թվականի հեղափոխության ժամանակ անձամբ իրանց կողքն էլ ներկայիս վարչակարգ կազմում։ Անձամբ։ Այսինքն իշխանափոխությանը ողջերել մասնակցել։ Երևի տարածաշրջանից հատուկ են մարդիկ են ելել մասնակից առաջինների ես եմ ելել։ Առաջիններից ես եմ։ Բայց հիմա ինչ գոհ եք դրանից, թե Ոնց կարող է գոհ լինի, ժողովուրդը գոհ չի։ Ես ոնց կարող եմ գոհ լինել։ Ինչի համար եք օրինակ ամենաշատը փոշմանել, որ օգնել եք աջակցել եք իշխանություններին 18 Հայրենասիրության։ Որ արել է օրինակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պայմանագրից ձեզ ամենաշատը հիասթափեցրել։ Հասկացա։ Որ քայլը, որ արարքը։ Յուրաքանչյուր ոչ մի ոլորտ ճիշտ չի աշխատում։ Ոչ մի ոլորտ, հերթով կարամ թվարի։ Եկեղեցի պետություն էս լարված հարաբերությունների մասով ինչ կասեք։ Տեսնում եք հանդարտ լարված է, հոգևորականներ ձերբակալվեցին։ Ընդամենը մեկ խոսքով, մեկ բառապաշարով եկեղեցու կոնկրետ վերնախավի ներկայացուցիչը ով որ իմի չգիտեմ ինչ են անում, ինչ չեն անում, մեկ ինչ է, մեկ-երկու բառով կվերանալու։ Եթե ղեկավարը ձիգ իրա տեղում լինի, ձիգ իրա նորից եմ շեի, հագարակ դեպքում անում ասում։ Օրինակ Փաշինյանը մի քանի ամիս առաջ Ընտանիքում, Արփիջան, ուրեմն ընտանիքում Եթե տղամարդը տեղում չեղա, գալիկը գգա լոմը կտանի չի բերի, սյոպը գգա լապատկեն կտանի չի բերի, հրանտը գգա երեխոն կտանի չի բերի, հարապետության մեջ 50-ած սյոպ կա 37-ատի գալի։ Գա։ Օրինակ տեսեք, Փաշինյանը այսպես ասած արշավ է սկսել անընդհատ գրառումներ անում եկեղեցու Անիմաստ։ Օրինակ դուք աջակցում եք դրանում։ Ինչի համար աջակցել։ Նշեց, որ Էջմիածուն պատրաստում է այսպես ասած հոգևոր հավաք։ Օրինակ գնաք կմասնակցեք կամ Ոչ մի դեպ։ Ինչի համար։ Ես ասեցի, իրական կառավարումը ոնց կարա լինի։ Նոր ասեցի։ Տղամարդ իրա դիրքում կտնի, անկախ ամեն ինչից, թե տանը, թե դրսում, թե հասարակության մեջ, թե պետության մեջ։ Եթե մարդը կարում է իրա տնտեսությունը ղեկավարի, միանշանակ գյուղ կղեկավարի, համայնք կղեկավարի, պետություն կղեկավարի, մի ամբողջ զորք կղեկավարի, պատերազմի ժամանակ գեներալ Մակարյան գոյություն ունի։ Ես չգիտեմ հիմա կարգավիճակը իրա ինչ է։ Ես առաջարկել էի ամբողջ տարածաշրջանի Լաչինի ներողություն Կուբատնուի թևը, որ ես կարայի տիրապետեի, որպես ռազմական ոլորտի մասնագետ։ Եղել եմ նախկինում հետախուզական խմբի ավագ, Եղնիկներ գնդի։ Այս պատերազմի ժամանակ եղել եմ Կուբատնուի տարածքում գումարտակում ավագ։ Ես կարամ մի ամբողջ զորք տիրապետել։ Ես իմ տունը կառավարում եմ, իմ տնտեսությունը կառավարում եմ։ Ամեն ինչ, բայց մարդը, տղամարդը, եթե ինքը չի կարում, չի տիրապետում, ինքը իրավունք չունի մնա։ Վաղը մյուս օր իշխանափոխությունից հետո, եթե Աստված տա ես լինեմ իշխանության մեջ, լինեմ, օրենք կկիրառենք, նախորդ ասեմ իմացած եղեք։ Յուրաքանչյուր իշխանության համար, փոփոխության համար, եթե դժգոհումա հասարակությունը, ժողովուրդը 500,000 ստորագրություն հավաքելու դեպքում այդ իշխանությունը պետք է հեռանա։ Առանց ցույցի, առանց կռվի, առանց որևիցե խոչընդոտի։ Ու այդպես է կարևոր ճիշտ աշխատելավոճը։ Եթե այդքան տղա է, այդքան տղամարդություն ունի,
ներկայիս կառավարությունը թողորենք կիրառեն հենց հիմա 500,000 ստորագրություն ես իրան 3 ամսվա մեջ ներկայացնում 500,000 թե 700,000 ստորագրություն 3 ամսվա մեջ ներկայացնում դրա մասին եք ուզում իրեն Ինչ? Ես իրան մի հատ ես գեներալին եմ ռազմական ոլորտի հետ կապված հարցերը ինչի տարածել վարչապետը ոնց պատասխանի ուղղակի որպես ասենք ընդունում ենք որպես Ой, мели лава, ёля это. Իսկ դու կորնել գնալու ես Փաշինյանի Իսկ ամեն կիրակի մասնակցում եք բանակին թե հա, այսինքն Փաշինյանի համար եք գնալու Չէ, Փաշինյան չէ, հիմա կառավարիչը ինքը ղեկավարը Կիրակի մեր եկեղեցի։ Համար հիմա մեր ներկայիս ղեկավարն է կգնանք հիմա ով ցանկություն ունի կգնա ով ցանկություն չունի չգնա հիմա ինչ կա դրա մեջ հա գիտենք լսել ենք որ գալու է հիմա ով ցանկություն ունի նա կգնա ով չէ Հիմա ինչ տարբեր ուղղակի հա հասկացանք ղեկավարությունն է մեր ներկայիս կառավարիչն է էլի խնդիր չկա կա հարգանքի տեսակետ կա բայց այդ ձևի հարգանքի տեսակետ չկա ոնց որ 18 թվին 18 թվին առավել 5 հատ ավտո եմ տրամադրել 15 օր շարունակ ես մարդ եմ տարեբերել իմ թե հոգեպես թե ֆինանսապես թե ֆիզիկապես իրանց կողքն եմ եղել Ինձ պետք չի գնահատել արի մտի քփը որ քեզ պաշտոն տան Էդ ինչ ասելու բան է Ո՞վ է ասել Դե անուններ չեմ ուզում չէ Արփինե ջան ուրեմն ես ոչ մեկի չեմ քննադատում բոլորն էլ իմ ազգն են կլինի Սերժ Սարգսյան կլինի Լևոն Պետրոսյան կլինի Ռոբերտ Քոչարյան կլինի Նիկոլ Փաշինյան բոլորն էլ իմ ազգն են իմ հայն են բայց ով որ կոռուպցիայով զբաղվել է ինքը միանշանակ եթե ասու հաջողությունը եղավ իշխանապողություն պետք է կոռուպցիայով զբաղվողները կուլակաթափ են ու պատասխան տան իրանց առաջ չարածները կուլակաթափ ինչը որ պատկանում է հայ ազգին հայ ազգը պետք է տիրապետի հակառակ դեպքում ոչ մեկը պետք է տիրապետի հայ ազգի ունեցվածքը ով որ հայ ազգի ձեռից խլել է ինքը գլխով պետք է պատասխան տա Էդի ես ասում եմ իմ կյանքի փորձից իմ վերն ու դերից արած դրածից անցած ճանապարհից